Սիրելի հեռուստադիտողներ, խանութներում շատ հաճախ կարող ենք տեսնել գազավորված կամ ոչ գազավորված ըմպելիքների վրա գրված վիտամին C-ով հարստացված կամ պարունակում է վիտամին C։ Արդյոք սա համապատասխանում է ճշմարտությանը եւ արդյոք սա առողջությանը օգտակար է, թե ուղղակի մարքեթինգային քայլ է, այսօր կփորձենք բարձել մասնագետի հետ։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի սննդի անվտանգություն բաժնի հետազոտող, ինֆլուենսեր Անի Նասիբյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Հրապսիմե։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք եւս շնորհակալ ենք, ինչպես նշեցի, շատերս տեսնում ենք այդպիսի մարքեթինգային քայլ, երբ կարծես թե վիտամին C-ով հագեցվածությունը խոսում է բարձր որակի եւ օգտակարության մասին։ Արդյոք դա այդպես է եւ արդյոք այդ ըմպելիքների մեջ վիտամին C կա եւ կարող ենք խոսել, որ դա մեր իմուն համակարգին ավելի օգտակար է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում այս մագնիշումը նշանակում է, որ շշալցումից առաջ տվյալ ապրանքի մեջ ավելացվել է վիտամին C։ Վիտամին C-ն շատ լավ հակաօքսիդիչ է եւ օգնում է պահպանել բուրավետիչները, գունանյութերը, pH բալանսն է պահպանում եւ օգնում է, որպեսզի ապրանքը չփչանա, քանի որ մեր կոնսերվանտները ունեն հստակ միջակայք, որում նրանք գործում են, այսինքն pH-ը երբ որ տատանվում է, կոնսերվանտը այլևս չի գործում եւ ապրանքը կարող է փչանալ։ Այսինքն սննդի տեխնոլոգիայի տեսանկյունից վիտամին C-ն ավելացվում է ապրանքի համար եւ ոչ սպառողի։ Հետաքրքիր է, փաստորեն սա ավելի շատ պահպանման, որպեսզի այո ձեր ասած ապրանքը չվնասվի ժամանակի շուտ ավելի երկար պիտանի լինի կամ իր տեսքը եւ պարունակությունը բաղադրիչները պահպանվեն, բայց ոչ թե դա խոսում է լրացուցիչ վիտամին C-ի օգտակարության մասին մեր առողջության համար։ Այո, գլխավոր շփոթմունքը այստեղ կայանում է նրանում, որ վիտամին C-ի մոլեկուլը շատ անկայուն մոլեկուլ է եւ մինչեւ որ տվյալ ապրանքը հասնում է սպառողին, դրա մեջ վիտամին C-ի քանակը կամ շատ չնչին է կամ չկա առհասարակ։ Շատ հետաքրքիր է։ Այսինքն մենք կարող ենք այդ փաստը հաշվի առնելով մտածել, որ դա ուղղակի բաղադրիչների չվնասելու համար է, ոչ թե մեր օգտակարության համար է։ Կարելի է ասել այո։ Այսօր դուք դատարկած ձեռն չեք եկել եւ մեզ համար կատարելու եք փորձ, շատ հետաքրքիր է իդեպ տեսնել, ինչ ենք մենք ուզում այս փորձով ցույց տալ մեր հեռուստադիտողներին, ասեք։ Այս փորձի օգնությամբ մենք փորձում ենք հայտնաբերել վիտամին C կա տվյալ ըմպելիքի մեջ, թե ոչ։ Փորձը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է տվյալ ըմպելիքը, օսլեի ջրային լուծույթ եւ յոդ։ Ըմպելիքը բացում ենք ջրով եւ դրա վրա ավելացնում ենք մի քանի կաթիլ օսլեի ջրային լուծույթ, որից հետո կաթիլ յոդ ենք տալիս եւ այն պահից, երբ որ նկատում ենք կապտամանուշակագույն երանգավորում, այո, որը կայուն է, նշանակում է վիտամին C-ն այդտեղ վերջացել է, քանի որ եթե լուծույթում կա վիտամին C, սկզբից վիտամին C-ն է փոխանցում յոդի հետ, հետո նոր օսլան։ Այսինքն եթե անգունանում է կապտամանուշակագույն գունավորում կստանա ըմպելիքը թե ոչ։ Այո։ X ըմպելիքը դեղին է, ենթադրում եմ, օսլան է, ճիշտ է։ Եկեք սկսենք, որպեսզի ավելի պարզ լինի մեր հեռուստադիտողների համար, անի եթե օգնության կարիք լինի, ասեք, դեռ որ ուղղակի ես այսպես զննողի, հետազոտողի դերում կլինեմ։ Ինչքան հաճախ եք այս փորձերը դուք ձեզ մոտ կատարում, հետաքրքիր է։ Գրեթե ամեն օր։ Գրեթե ամեն օր։ Լինում են այսպես պայթյուններ, ինչ որ չստացված։ Այսօր ունենալու ենք այդպիսի բան։ Այո, այսօր շատ ուղղակի գունավորում։ Այսօր շատ անմեղ փորձ ենք իրականացնում։ Ես օրերս մեր տանն էի փորձ իրականացրել, ու այդպես խոհանոցում հրդեհեր բռնկվել։ Լուրջ եք ասում։ Այո, տանը մենակ էի ու հազիվ հանգցրի այդ հրդեհը։ Դեռ տանեցիներին չեք հասցրել վախեցնել, հա, փորձերը վտանգավոր։ Չէ։ Ավելացնում ենք փոքր քանակությամբ թորած ջուր։ Թորած ջուր, ահա։ Եվ տալիս ենք մի քանի կաթիլ օսլա։ Ինձ թվում է մեր հեռուստադիտողներից շատերը սա տեսնելուց որոշելու են փորձել։ Երեխաները որ հաստատ անիջանին չեք կարծում։ Դա լավ կլինի։ Խառնում ենք։ Օսլան արագ է լուծվում։ Ասել պարտադիրել չի որ լուծվի իրականում։ Վիտամին C-ն շատ ավելի ակտիվ է, եթե վիտամին C լինի, ինքը միանշանակ սկզբից ինքն է փոխանցելու յոդի հետ։ Եվ ավելացնում ենք սովորական յոդի սպիրտային լուծույթ։ Էլի մի քանի կաթիլ, հա։ Ինչպես տեսնում եք, այդ կապտամանուշակագույն գունավորումը անհետանում է։ Այո։ Քիչ, նշանակում է վիտամին C-ի որոշակի քանակություն այստեղ իրականում կա։ Կա, այո։ Մի քիչ մկվեց, բայց կապտամանուշակագույն երանգավորում մենք չունենք դեռ որ։ Վերջ։ Վիտամին C-ի քանակը վերջացավ։
Այսինքն այսքան անկայուն էր եւ մեր փորձը կարելի ասել հաջողվեց։ Ոչ թե անկայուն էր վիտամին C-ն այստեղ, այլ վիտամին C-ի քանակը այստեղ շատ քիչ էր։ Շատ քիչ էր։ Շատ լավ։ Իսկ այս փոքրիկ ամպուլաները ինչի համար են։ Փոքրիկ ամպուլաների մեջ կարելի ասել սևացել է։ Ասկորբինատ 2 է, նույն ինքը վիտամին C։ Ես հիմա ձեզ ցույց կտամ ռեֆերենս տարբերակը, թե ինչ պետք է լինի իրականում, երբ որ վիտամին C-ի պարունակությունը շատ է։ Շատ լավ։ Սա վիտամին C-ն է։ Մենք ավելացնելու ենք ըմպելիքը, հետո ենթադրում եմ օսլան եւս։ Ահա, փաստորեն մենք երկու ամպուլաները դատարկեցինք փորձանոթի մեջ, ավելացնում ենք էլի թորած ջուր։ Ավելի մի քանի կաթիլ օսլա։ Օսլան ենք ավելացնում։ Մենք առաջին անգամ ենք այսպեսի գիտահեն փորձանում մեզ մոտ Անի ջան։ Հուսամ ոչ վերջին։ Այո, կարծում եմ մեր հեռուստադիտողներին դուր կգա եւ կկրկնենք միգուցե տարբեր փորձանմուշներ կունենանք այստեղ։ Յոդ ենք ավելացնում։ Թե չէ ես գիտեք ինչ էի մտածում, որ հիմա նայելիս կասեն դե բա այդքան յոդ լցրեցիք, մքվելու է պարշի, այ հիմա փաստորեն պարշի։ Հիմա տեսեք, որ ինքը միանգամից նույնիսկ չի հասցնում ինքը մքվել։ Այո։ Միանգամից վիտամին C-ն վերցնում է իր վրա։ Ինչ հետաքրքիր է։ Այսինքն այստեղ մենք կարող ենք հետևություն անել, որ եթե բավարար քանակով վիտամին C կա, տեսեք, մենք ունենք փորձանոթ, որտեղ վիտամին C-ն շատ քիչ քանակությամբ էր եւ ունենք հիմա Անին կմոտեցնի եւ մենք կհամեմատենք այս փորձանոթում։ Ինչ հետաքրքիր է, եւ այստեղ ունենք փորձանոթ, որտեղ վիտամին C-ն շատ է եւ ինչպես դուք ասացիք, յոդը չեզուքացնում, հա, վերցնում իրեն եւ գույնը չի փոխվում։ Շատ հետաքրքիր է։ Այսպես կարող ենք ամբողջ ֆլակոնը դատարկել։ Այո, ասում են հավատում ենք, բայց սա կարելի է տանը կրկնել։ Իհարկե։ Սա այն փորձերից չէ, որ ասենք տանը ոչ մի դեպքում չկրկնել։ Այո։ Շնորհակալություն փորձի համար, սիրելի Անի, կարող եք ձեռնոցները եւս այդտեղ թողնել, որպեսզի ձեզ չկաշկանդեն եւ ինչ եզրակացություններ այսպեսով կարող են սպառողները անել վիտամին C-ի պարունակության մասին։ Եկեք մի հատ ամփոփենք մեր փորձը։ Երբ որ սպառողները տեսնում են վիտամին C-ով հարստացված ինչ-որ ըմպելիք, պետք է ընդհանրապես շրջանցել այս գրառումը եւ ուշադրություն դարձնել առհասարակ այդ տվյալ ըմպելիքի բաղադրությանը։ Քանի որ սա ձմեռ է, հիվանդանալու եւ վիրուսների սեզոն է, սկսեմ գնել վիտամին C-ով հագեցված ըմպելիքներ։ Բնականաբար վիտամին C-ի օրական չափաբաժինը կարելի է լրացնել ընդհանրապես մրգերի միջոցով։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր փորձի համար, զրույցի համար, Անի ջան, կարծում եմ այսօր մենք շատ հետաքրքիր նորություն բացահայտեցինք մեր հեռուստադիտողների համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք այն գազավորված, չգազավորված ըմպելիքների մասին, որոնց վրա միշտ առկա մատնանշվում է վիտամին C-ի պարունակության մասին եւ կարծես թե բոլորի շփոթեցնում առավել օգտակարության մասին համոզելով։ Այսօր պարզեցինք, որ վիտամին C-ն բավականին քիչ քանակությամբ է այդ ըմպելիքների մասին եւ ամենևին չի խոսում օգտակարության մասին։ Եվ ինչպես նշեց մեր հյուրը, վիտամին C-ի անհրաժեշտությունը կարող ենք լրացնել բանջարեղենների եւ մրգերի միջոցով։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Երևանի Պետական Համալսարանի քիմիայի ֆակուլտետի սննդի անվտանգության բաժնի մասնագետ, ինֆլուենսեր Անի Նասիբյանը։ Պատրաստել ենք այսքանը, շարժվեցինք առաջ։